Շողակաթի եթերում հարց ու պատասխանն է, բարև ձեզ։ Առաջիկա 20 րոպեները մնացեք մեզ հետ, որպեսզի միասին հասկանանք հետևյալ հարցերի պատասխանները։ Ինչ ենք հասկանում ընդհանրական եկեղեցի ասելով, պահքի ընթացքում կարելի է մեղր ուտել, կերակուրի մեջ արկա քիմիական նյութերը ինչ ծագում ունեն, ինչու Սուրբ Հովսեփի անունով եկեղեցիներ չունենք, եկեղեցու ատյանում ովքեր կարող են լինել, ամուսինները ինչու նույն կնքահայրը չեն կարող ունենալ։ Տեր Թորոս քահանա Եսայանի հետ ենք տեսակապով միացել, օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի Մերի ջան։ Հաղորդումը սկսենք Արթուրի հարցով։ Ինչ ենք հասկանում ընդհանրական եկեղեցի ասելով եւ ովքեր են մտնում այդ եկեղեցու մեջ, խնդրեմ։ Շնորհակալություն Արթուրին հարցի համար։ Ընդհանրական կաթողիկեր կամ տիեզերական եկեղեցի մենք արդեն մեր հավատող հանգանակի մեջ ունենք բանաձևումը, երբ պատարագի ժամանակ երգում ենք հավատանք իմի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցի։ Այսինքն այս 4 հատկանիշները ընդհանրականության պայմաններն են։ Եվ եթե այս 4 հատկանիշները մենք դնենք եւ հերթականությամբ բացատրենք, կստացվի այսպես. մի եւ ընդհանրական եկեղեցին այն եկեղեցին է, որ ուղղափառ դավանության մեջ է եւ հետեւողաբար ինքը տիեզերական բոլոր ժողովների որոշումները, մինչեւ այսօր կատարում է անխտիր։ Դրա մեջ մտնում են առաքելական Սուրբ եկեղեցին, ռուս ուղղափառ եկեղեցին, հնդիկ կամ մալաբար եկեղեցին եւ ուղղափառ մնացյալ հարանվանությունները, կաթոլիկ եկեղեցին Հռոմի եւ կաթոլիկ մնացյալ հարանվանությունները։ Ուղղափառությունը ինքը հաղորդություն է, այսինքն չնայած որ վարդապետական տարաձայնություններ կան եկեղեցիների մեջ, սակայն իրենք այդ բանաձևերի շնորհիվ մնում են ուղղափառության ծիրից ներս։ Իսկ ովքեր ուղղափառ դավանանքից շեղվել են կամ դուրս են եկել, բնականաբար այսօր մենք այդ եկեղեցիներին անվանում ենք բողոքական կամ աղանդավորական եկեղեցիներ եւ իրենք չեն գտնվում ուղղափառության մեջ։ Առաքելական ուրեմն տերմինը պատմում է այն մասին, որ Քրիստոսի հարությունից եւ համբարձումից հետո եւ հոգեգալուստից հետո Սուրբ առաքյալները սկսեցին քարոզել Հիսուս Քրիստոսի խոսքը համայն աշխարհում եւ հիմնեցին եկեղեցիներ կամ եկեղեցական համայնքներ։ Զորօրինակ մեր հավատքի պատմության մեջ մենք ունենք Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներին, որոնք քրիստոնեությունը տարածեցին Հայաստանում եւ հիմնեցին հայկական համայնքներ, քրիստոնեական համայնքներ եւ ձեռնադրեցին առաջին հովիվներին կամ եպիսկոպոսներին։ Այսինքն առաքելական անվանումը նշանակում է, որ եկեղեցին պետք է լինի առաքելաշավիղ, առաքելահաստատ։ Իսկ Սուրբ անվանումը բացատրվում է այն բանով, որ եկեղեցին ինքը աստվածային ներկայությամբ սրբացվում է եւ անշուշտ մենք նաեւ Աստծուց ստանում ենք սուրբ շնորհներ, օրինակ մկրտության շնորհ, ապաշխարության շնորհ, հաղորդության շնորհ, որով մենք մոտենում ենք Աստծուն եւ մենք ինքներս սրբանում ենք։ Պահքին առնչվող հարց ունենք Ժորժից։ Այս ընթացքում կարելի է արդյոք մեղր ուտել, կատնամթերք, մսամթերք չէ, բայց կենդանածին է։ Շնորհակալություն Ժորժին հարցի համար։ Պահքը բնականաբար բուսական սննդակարգ է ենթադրում եւ մենք պահողներս կենդանածին եւ կենդանական կերակուրներից հեռու ենք մնում, սակայն պահքի ժամանակ մեղրը արգելված չէ, որովհետեւ մեղուն ինքը միջատ է, կենդանի չէ եւ մեղրի հումքը ինքը համարվում է բուսական հումք։ Այսինքն մեղուն իր
ծաղկափոշին հավաքում է դույլերի մեջ, իսկ նեկտարը իր բերանի մեջ եւ այդ ամենը իր մեջով չի անցկացնում եւ դրա արդյունքում ստանում են մեղր։ Նաեւ Աստվածաշնչի մեծ պահեցողներից եղել է Հովհաննես Մկրտիչը, որ ինքը անապատում մեղր էր ուտում։ Սակայն ես Ժորժին մի խորհուրդ կտամ, որ պահքի ընթացքում ավելի ինքը հետևի իր հոգևոր վիճակին, որտեղ պահքը ապաշխարության մի շրջան է, որի ժամանակ մենք մեր հոգևոր սխրանքներով մոտենում ենք Աստծուն։ Պահքի ժամանակ շատ ավելի մենք պետք է փորձենք գտնել այն մեղքերը, որի մեջ ապրում ենք, եւ ապաշխարության, զղջման միջոցով այդ մեղքերը անշուշտ հաղթահարենք։ Եվ խորհուրդ է տրվում պահք պահողներին բծախնդիր չլինել ուրեմն ուտելիքի կազմության մեջ, չխորանալ, թե ուտելիքը ինչ բաղադրություն ունի։ Հերիք է, որ այդ ուտելիքը բուսական է, այսինքն հողից է դուրս եկել եւ մենք այդ ուտելիքը ուտելով պետք է անցկացնենք այս պահոց շրջանը։ Այսինքն հավատքը ավելի հոգևոր նշանակություն ունի եւ պահքը չպետք է լինի ձևական, ինչպես առաքելական թղթում առաքյալը ասում է երկնքի արքայությունը ուտելիք եւ ըմպելիք չէ, երկնքի արքայությունը հոգի է, այսինքն այդ ամենը արվում է հոգու փրկության համար եւ անշուշտ մեր կյանքը ավելի աստվածահաճո ապրելու համար։ Իսկ Անտոն Անապատականը մի հետաքրքիր խոսք ունի, որ ասում է. զգուշացեք պահքը կերակրի հասարակ ուրեմն հրաժարման հետ նույնացնելուց, որովհետև եթե մարդը կերակրից հրաժարվում է, բայց իրեն վատ է պահում, նմանվում է սատանային, որը անշուշտ չի ուտում, բայց այնուամենայնիվ մեղքեր է գործում։ Պահքի ընթացքը պետք է լինի գիտակցությունը մեղքերը նվազեցնելու եւ ապաշխարության միջոցով ավելի Աստծուն մոտենալու։ Պահքին առնչվող մեկ այլ հարց ունենք Հերմինեից, կրկին սննդամթերքի հետ կապված, հարցնում է այդտեղ արկա քիմիական նյութերը որքանով են թույլատրելի պահքի շրջանում եւ ինչ ծագման են պատկանում, բուսական թե կենդանական։ Շնորհակալություն Հերմինեին հարցի համար, օրգանական աշխարհը սիրելի Հերմինե, մեզ շրջապատող աշխարհն է եւ միջավայրն է եւ իր արտահայտությունը ունի կյանքի ուրեմն բոլոր տարերի եւ մարմինների, նաեւ օդի բաղադրության մեջ։ Օրինակ ինչպես աստղաթթու գազը, որ մենք շնչում ենք, էլի քիմիական ուրեմն տար է, սակայն վնաս է առողջությանը։ Շատ հավատացյալներ ճիշտ ասած այս հարցը ինձ տալիս են, որ Տեր հայր, երբ որ մենք սնունդ ենք առնում, այնտեղ այդպիսի քիմիական տարեր գոյություն ունեն, ինչպես պետք է անենք, այդ սնունդը ուտենք, թե չուտենք։ Անշուշտ պետք է ուտել այդ սնունդը։ Ես եւս մեկ անգամ կրկնվելու համար ասեմ, որ առավել մենք պետք է հոգևոր գիտակցությամբ մոտենանք պահքի շրջանին եւ պետք չի խորանալ սննդի մանրամասների մեջ, որովհետեւ դա վնասում է մեր ապաշխարության ընթացքին, դա վնասում է պահեցողության իմաստին։ Այլ հակառակը ես Հերմինեին խորհուրդ կտամ ավելի շատ կարդա Աստվածաշունչ, մասնակցի եկեղեցական աղոթներին եւ պատարակներին, հետևի մեր քահանաների կողմից տարբեր հոգևոր թեմաներով ուրեմն առցանց վեբինարներին եւ դրանից ավելի մեծ հոգևոր օգուտ խաղի, քան մտածենք, թե ինչ քիմիական ուրեմն տարեր կան սննդամթերքի մեջ։ Եվ թող կոպիտ չհնչի, մեր մթնոլորտի մեջ այնքան քիմիական տարեր կան այսօր, անգամ մեքենաների արձակած ծուխը
որ եթե պարկ ենք բան, դե արեք այդ ծուխը չշնչենք, բայց անհնար է չշնչել այդ ամենը, որովհետև թթվածինը մեզ անհրաժեշտ է։ Թթվածնի միջոցով դա մեր մարմին է մտնում տարբեր քիմիական տարրեր, որի բուսական կամ կենդանական ծագումը մենք բնավ չենք քննարկում։ Որի ուստի Հերմինեին պետք է խորհուրդ տամ, որ ինքը ավելի շատ կենտրոնանա իր ապաշխարության, զղջման եւ հոգեվոր վիճակի վրա։ Հովանեսի հարցն ընթերցեմ։ Կաթողիկե եկեղեցին Սուրբ Հովսեփին նվիրված տոն ունի, շատ եկեղեցիներ էլ կրում են նրա անունը։ Հարցնում է մեր եկեղեցին ինչ տեղ է հատկացնում Սուրբ Հովսեփին եւ նրա անունով ինչու եկեղեցիներ չունենք։ Շնորհակալություն Հովանեսին հարցի համար, սա շատ հետաքրքիր հարց է։ Ասեմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հայրագրվածը Հովսեփը եւ Աստվածամոր ամուսինը ուղղափառ եկեղեցիներում ճանաչված է որպես Աստվածահայր։ Ես քանի որ ապրում եմ կաթոլիկ ուրեմն երկրում Իսպանիայում, ես տեսնում եմ, թե ինչպես կաթոլիկները մարտ ամսվա մեջ բավականին մեծ տոնախմբությամբ հիշատակում են Հովսեփին եւ Հովսեփը համարվում է կաթոլիկ եկեղեցու պահապան հայր կամ պահապան սուրբ։ Անշուշտ մենք տեղյակ ենք Աստվածաշնչից, որ Հովսեփը սերել է Դավթի ուրեմն ցեղից, ավետարանը նրան արդար է կոչում, հայսմավուրքը ներկայացնում է ամբողջությամբ, քասրությամբ լցված մի մարդ, հեզ, ողորմած, մարդասեր, ուրիշներին վշտակից եւ Հովսեփի մասին ավետարանի մեջ մենք կարդում ենք, որ Աստվածային հայտնությամբ Հովսեփը հաստատուն մնաց Աստծո պատգամի մեջ եւ մինչեւ Հիսուս Քրիստոսի 12 տարեկան եղավ խնամակալը նրա։ Սակայն ես մտածում եմ եւ այդպես էլ կա, որ Հիսուս Քրիստոսի երկրային տնօրինության ժամանակ Հովսեփը այլևս չի հիշատակվում, ուստի եւ Հովսեփը արդեն մահացած էր։ Թե ինչու հայ առաքելական եկեղեցին Հովսեփին համապատասխան տեղ չի հատկացնում իր ուրեմն օրացույցի մեջ, ենթադրում եմ պատասխանը մեկն է։ Ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին մարդկանց սրբացնելու կարգի մեջ միշտ եղել է շատ խիստ։ Հովսեփը, չնայած որ Հիսուս Քրիստոսի խնամակալը եղավ եւ մեր օրացույցում, օրինակ այս տարի հոկտեմբեր 20-ին մենք հիշատակում ենք Հովսեփին որպես Աստվածահայր, սակայն մեր եկեղեցին իր քրիստոսաբանության մեջ ավելի շեշտադրումը դնում է այն բանի վրա, որ Հիսուս Քրիստոսի հայրը երկնավոր Տեր Աստված է։ Դրանով անշուշտ չնսեմացնելով Հովսեփի դերը Հիսուս Քրիստոսի կյանքում, սակայն շատ ավելի հստակ տալով այն դավանաբանական ուրեմն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոս մարդածին չէր, այլ երկնավոր Աստծո բարձրյալի որդին էր, ինչպես Աստվածաշնչում մենք կարդում ենք։ Երկրորդ, մեր իմաստուն հայրերը Հիսուս Քրիստոսի բերանով արդեն իսկ չեն լսել ընդհանրապես Հովսեփի մասին որևէ ինչ-որ մի խոսք կամ հիշատակություն, այլ հակառակը մարդեղության, Հիսուս Քրիստոսի մարդեղության ուրեմն իրադարձությունը առանցքային ձևով պտտվում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի շուրջ, որը անշուշտ բոլոր ուղղափառ եկեղեցիներում որպես ամենամեծ բարեխոս սուրբն է, քանզի Մարիամը դարձավ անոթը, որի միջոցով Հիսուս Քրիստոս մարտեղացավ։ Անշուշտ սա միգուցե պատճառ է, որ մենք Հովսեփին, այսինքն խնամակալ հորը Հիսուսի Քրիստոսի, շատ մեծ տեղ չենք հատկացնում մեր եկեղեցում եւ նույնիսկ մեր
հայրաբանական գրականության մեջ մի փոքր ափսոսանքով է հնչում, թե ինչու Հովսեփին մենք տեղ չենք հատկացնում եւ նրա անունով եկեղեցիներ այդպես չեն կառուցում։ Իմ կարծիքով այսքանը եւ շնորհ arczepiskopos ուրեմն Գալուստյանն էլ իր աստվածաշնչյան համաքրիստոնեական եւ հայ ազգի սրբերի աշխատության մեջ ասում է, որ Հովսեփը մեր եկեղեցում այդքան մեծ դեր չունի, ինչպես կաթոլիկ եւ արևմտյան եկեղեցիներում։ Հոգևորականներից բացի ովքեր կարող են լինել եկեղեցու ատյանում, որ դեպքերում։ Սոնայի հարցն է։ Շնորհակալություն Սոնային հարցի համար։ Եկեղեցական ուրեմն ատյանին բացի հոգևորականներից նաև ներկա են գտնվում աշխարհական մարդիկ, օրինակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մենք տեսնում ենք շատ տոնակատարությունների ժամանակ, տաղավար տոների ժամանակ կամ հատուկ օրերի ժամանակ եւ ատյանում բացի հոգևորականներից նաև աշխարհիկ անձեր կան ներկա, սա բնականաբար ամենայն հայոց վեհապար հայրապետի ուրեմն հովանավորության ներքո է արվում, այս անձինք կամ բարերարներ են մեր եկեղեցու կամ պաշտոնական անձինք են կամ իշխանական անձինք են եւ սա ոչ միայն այսօրվա ուրեմն այսօրվա մեջ ենք տեսնում դա, նաեւ պատմության ընթացքում շատ ավանդական է եղել, որ թագավորական կամ իշխանական տները ոչ թե հավատացյալների դասի մեջ, եկեղեցու մեջ լինեն, այլ այցանում լինեն հավասար հոգևորականների հետ եւ այնտեղից ունկնդրեն պատարակը եւ իրենց աղոթքը բարձրացնեն մեր երկնավոր Տիրոջը։ Թուրքի եկեղեցիներում էլ կան այդպիսի կարելի ասել երևույթներ, օրինակ իմ եկեղեցում ես հաճախ հրավիրում եմ ծխական խորհրդի անդամներին եւ սա միգուցե ավանդություն է մեր եկեղեցում եւ սրա մեջ պետք չի տեսնել ինչ-որ մի բացասական բան, անպայման չի որ հավատացյալը ձգտի մտնել ատյան, որովհետեւ եկեղեցին արդեն ատյանի հետ անմիջական կապ ունի եւ ատյանում գտնվել եւ այնտեղ գտնվելու համար ինչ-որ անհանգստանալ ես խորհուրդ չեմ տալիս որևէ հավատացյալի։ Հասարակ օրերին ատյանը բաց է, Մայրաթորում միգուցե փակ է որոշ նկատառումներով, մնացյալ եկեղեցիներում, շատ եկեղեցիներում ատյանը բաց է եւ անշուշտ լինում են պահեր, երբ որ հավատացյալը մտնում է իր աղոթքը անում է եւ հետո շրջվում է ատյանի կողմ, խոնարհվում է ավետարանին, համբերում է, խաչակնքվում է կամ ծնկադիր ձևով ատյանում իր աղոթքը անում է, այսինքն այդպես խիստ չէ, ցանկացած քրիստոնյա կարող է մտնել ատյան, սակայն կոնկրետ խորհուրդների ժամանակ, կոնկրետ պատարակների ժամանակ, կոնկրետ ծեսերի ժամանակ ատյան են մտնում այն մարդիկ, որոնց հրավիրել է ուրեմն եկեղեցու հովիվը կամ այն պաշտոնյան, որը իրավունք ունի այդ մարդուն ատյան հրավիրելու։ Ամուսիններն ինչու չեն կարող նույն կնքահայրը ունենալ։ Մերի Հենրիկյանի հարցով ավարտենք այսօրվա հաղորդումը։ Շնորհակալություն Մերիին հարցի համար։ Այս հարցը բավականին տարածված հարց է մեր եկեղեցու մեջ եւ մեր հավատացյալների մեջ, սակայն հայ առաքելական Սուրբ եկեղեցին հստակ կանոն ունի մկրտության վերաբերյալ, մկրտության համար եւ այդ կանոնը ասում է, որ ամուսինները պետք է ունենան առանձին կնքահայրեր։ Քանի որ կնքահայրությունը ոչ միայն պաշտոն է, որ մարդ պետք է վերցնի իր վրա եւ դրանով ավարտի իր գործը սանիկների կյանքում, այլ նաեւ պետք է լինի այդ մարդկանց հոգեվոր հայրը։ Ամուսնական կյանքի մեջ ամուսինները բնականաբար անցնում են մի ճանապարհ, որը ընտանիքի ուրեմն կայացման ճանապարհ կարելի անվանել եւ այդ ճանապարհի մեջ ճանապարհի ընթացքին
Նաև լինում են բազում ընտանեկան խնդիրներ, որի լուծողը կնքահայրը չէ։ Իսկ եթե կնքահայրը լինի երկու ամուսինների համատեղ կնքահայրը, մենք կկանենք մի իրականության առաջ, երբ կնքահայրը արդեն ուզած-չուզած պետք է խառնվի այդ ընտանեկան խնդիրներին։ Կնքահայրը ավելի հոգևոր հոր պաշտոն պետք է կատարի մարդու կյանքում։ Այսինքն, երբ որ մարդը խնդիր ունի իր հավատքի հետ, խնդիր ունի, հարցեր ունի կապված եկեղեցուն, Աստծուն, այդ ժամանակ օգնության է գալիս կնքահայրը, ինքը հոգևոր հայր է։ Եվ կարիք չկա, որպեսզի ամուսինները նույն հոգևոր հայրը ունենան եւ նաեւ այս հարցում լինեն արյունակից, հոգևոր արյունակից։ Կնքահայրության եւ սանիկի հարաբերությունները նաեւ ենթադրում են որոշակի գաղտնիություն։ Եվ անպայման չէ, որ ընտանիքը ամբողջ իմանա, թե մարդը ինչ հոգևոր ուրեմն թերություն ունի, որպեսզի այդպիսով հարցը լուծվի։ Կնքահայրությունը շատ ավելի հստակ ինստիտուտ է մեր եկեղեցում։ Օրինակ տեսեք, մենք նույնիսկ մեր եկեղեցում ասում ենք, որ կինը չի կարող մկրտության կնքամահերություն անել, այլ մեր եկեղեցում ասում ենք, որ եթե կնքահայրը ունի կողակից, ուրեմն ավտոմատ ձևով նա դառնում է նաև այդ մկրտության կնքամահերը։ Կա եւս մեկ ուրիշ պաշտոն, որ կոչվում է խաչեղբոր պաշտոն։ Խաչեղբայրը այս պարագային ինքը ընտանիքի, նորակազմ ընտանիքի խաչը կրողն է եւ հետեւաբար խաչեղբայրը այն մարդն է, որ հենց ընտանիքի կազմության եւ ամրության համար շատ կարեւոր մարդ է։ Իսկ ընտանեկան խնդիրների ժամանակ հենց խաչեղբայրն է, որ կարողանում է ամուսիններին խորհուրդներ տալ եւ ընտանիքը ամուր պահել։ Եթե խաչեղբայրը չի կարողանում, այդ ժամանակ պետք է դիմել եկեղեցու հողին կամ քահանային եւ համապատասխան խորհուրդները քահանան կտա։ Ուստի եւ կնքահայրը պետք է լինի անհատական եւ ոչ ընտանեկան, որբիսի այս հոգևոր պաշտոնը, այս կարևոր պաշտոնը չխառնվի որևէ ընտանեկան խնդիրներին եւ մնա իր հստակ կանոնի մեջ։ Շնորհակալ եմ Տերայր մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, Մերի ջան, Աստված օրհնի բոլորիդ։ Տեր Թորոս քահանա Եսայանն էր Իսպանիայից տեսակապով միացել մեզ։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Հաջողություն։